Ինչու Թրամփը կտրուկ փոխեց իր ծրագիրը Հորմուզի նեղուցի վերաբերյալ, պարզվում է պատճառը դաշնակից Սաուդյան Արաբիայի անսպասելի դիմադրությունն էր։ Թագավորությունը փակել է իր ռազմաբազաներն ու օդային տարածքը ԱՄՆ-ի համար, սա խափանել է Թրամփի ազատության նախագիծ անվանումը ստացած ռազմական գործողությունը։ Այն նախատեսում էր, որ ամերիկյան ռազմածովային ուժերը պետք է Հորմուզում ճեղքեին Իրանի պաշարման օղակը և ազատեին նեղուցում փակված նավերին։ Թրամփն այս ծրագիրը սկսելու մասին հայտարարել էր սոցցանցերում, զարմացնելով սեփական դաշնակիցներին։ Սպիտակ տունը պնդում է, որ դաշնակիցներին նախապես տեղեկացրել են, սակայն մերձավոր արևելյան աղբյուրները հակառակն են պնդում։ Աղբյուրները հայտնում են, որ Սաուդյան Արաբիան աջակցում է Պակիստանի միջնորդությամբ դիվանագիտական ջանքերին։ Թրամփն արդեն փորձում է խաղաղության համաձայնագիր կնքել Իրանի հետ։ Նա սպառնացել է, եթե գործարք չլինի, կշարունակեն ռմբակոծել։ Իրանական կողմը դեռ ուսումնասիրում է նոր առաջարկը, Թեհրանում թերհավատորեն են և այն ցանկությունների ցուցակ են անվանում։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Իրանական փակուղին ու Թրամփի նահանջը, եվրոպական հսկան մտնում է Հորմուզ, 18 կիլոգրամ ֆենտանիլ, 18 ձերբակալված թմրավաճառ, Լոս Անջելեսի հերթական այգին է ազատագրվել։ Ինչ կապ ունեն հայերը ԱՄՆ-ում լավագույնը ճանաչված գրիպի դեմ պատվաստանյութի հետ։ Apple-ը հսկայական տուգանք կվճարի հաճախորդներին, ում բաժին կհասնի միլիոններից։ Պապիկի պայթուցիկ ժառանգությունը 100-ամյա նռնակներ Thousand Oaks-ում, իսկ թողարկման երկրորդ հատվածում սպասեք առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումների ցանկին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glender News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Հորմուզի նեղուցում հարյուրավոր նավեր մնում են անշարժ, նրանք սպասում են ապահով անցման հնարավորությանը։ Այդ նպատակով սկսված ամերիկյան ազատության նախագիծ գործողությունը տևեց ընդամենը 2 օր։ Թրամփն այն կասեցրեց խաղաղության բանակցությունների պատճառաբանությամբ։ Նավաստիները չեն շտապում վերսկսել երթևեկությունը։ Նավերը վախենում են հարձակումներից և ականներից։ Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կտրուկ վատթարացել է, զոհվել է առնվազն 10 նավաստի։ Փորձագետների կարծիքով Հորմուզում մինչ պատերազմական վիճակը վերականգնելու համար կարող են տարիներ պահանջվել։ Ներկայումս մոտ 1000 նավ է արգելափակված, նրանցում մնացել են տասնյակ հազարավոր նավաստիներ։ Ֆրանսիայի հզոր ավիակիրը Շարլ դը Գոլը շարժվում է դեպի Հորմուզի նեղուց, դա իրականացվում է ֆրանս-բրիտանական հատուկ առաքելության շրջանակում։ Նպատակը նեղուցում ծովային անվտանգության վերականգնումն է։ Այս քայլը ԱՄՆ-ի ազատության նախագիծ գործողության հետ որևէ կապ չունի։ Մակրոնի խոսքով այս առաքելությունը կարող է օգնել վերականգնել վստահությունը նավատերերի ու ապահովագրողների շրջանում։ Ֆրանսիան և Բրիտանիան ավելի քան 50 երկրների հետ են համագործակցում, սակայն գործողությունը կսկսվի միայն հստակ պայմաններում։ Այն ենթադրում է նաև հարևան երկրների, ինչպես նաև Իրանի համաձայնությունը։ Մակրոնը մտադիր է հարցը քննարկել նաև Թրամփի հետ։ Երկու լուր Կալիֆոռնիայից 18 կիլոգրամ ֆենտանիլ, 18 ձերբակալված թմրավաճառ։ Լոս Անջելեսի հերթական այգին է ազատագրվել։ Մակ Արթուր այգում իրականացված գործողություններին ավելի քան 300 իրավապահ է մասնակցել։ Նրանք բռնել են թմրանյութերի 18 վաճառողի։ Թիրախում էին հիմնականում մատակարարները։ Նրանք ֆենտանիլ և մեթամֆետամին էին տարածում։ Գործողությունները շարունակվում են ամբողջ օրը, այն նպատակ ունի վերականգնել այգու նախկին անվտանգությունը։ Գործակալները խուզարկել են այգու մերձակա մի քանի վայրեր, դրանցից որոշները թմրանյութերի վաճառքի քողարկված կետեր էին։ Հայտնաբերվել են 2 գլխավոր մատակարարներ, նրանք թմրանյութերը պահում էին տեղի խանութներում։ Հետո դրանք բաժանվում էին փողոցային վաճառողներին։ Կոլաբաս ասում գտնվող տներից մեկում առգրավվել է 18 կիլոգրամ ֆենտանիլ։ Այգին վերածվել էր բացօթյա թմրանյութերի շուկայի։ Իրավապահները շեշտում են, գործողությունը կապ չունի ներգաղթի հետ։ Լոս Անջելեսում այգիների մաքրումը դարձել է առաջնային խնդիր, բնակիչները երկար տարիներ բողոքում էին այս վտանգավոր տարածքից։ Միջազգային հանցախմբի 3 անդամներ ձերբակալվել են Սանտա Կլարիտայում, նրանք տուն էին կողոպտել տանելով ոսկեղեն ու կանխիկ գումար։ Ոստիկանները կանգնեցրել են նրանց ավտոմեքենան, 2 կասկածյալներ փորձել են փախչել ոտքով, սակայն ոստիկանները հաջողությամբ բռնել են նրանց։ Իրավապահները կասկածում են, որ նրանք հարավամերիկյան գողության խմբի անդամներ են։ Այս խմբավորումը բաղկացած է Չիլի և Կոլումբիայի քաղաքացիներից։
Այս խմբավորման անդամները թիրախավորում են հարուստ թաղամասերը, խումբը գործում է բարձր կազմակերպվածությամբ ու պլանավորմամբ։ Նրանք օգտագործում են մեքենաներ կեղծանուններով։ Հանցագործները կիրառում են նաև Wi-Fi-ի խափանիչներ, նրանք նախապես հետևում են իրենց թիրախներին, տների մոտ տեղադրելով գաղտնի տեսախցիկներ։ Իրավապահները կոչ են անում տան մոտ չհայտարարագրված տեսախցիկ նկատելու դեպքում անհապաղ ահազանգել։ Հաստատվել է հանտավիրուսը մարդուց մարդուն փոխանցվելու փաստի մասին տեղեկությունը։ Դա արձանագրվել է զբոսանավի վրա։ Արդեն գրանցվել է մահվան 3 դեպք, ևս 8 մարդ բարակված է։ Նավը շարժվում է դեպի Կանարյան կղզիներ, տեղական ղեկավարությունը դեմ է նավի ժամանմանը։ 3 հիվանդ ուղևորներ արդեն տեղափոխվել են եվրոպական հիվանդանոցներ։ Մեկ նոր դեպք հաստատվել է նաև Շվեյցարիայում։ Զբոսանավը, որի վրա արձանագրվել են հիվանդության դեպքերը, փաստացի գտնվում է խիստ կարանտինում։ Անձնակազմի եւ ուղևորների տարհանման պլանների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Հիվանդության դեմ հատուկ դեղամիջոց դեռ չկա։ Հեղափոխություն քաղցկեղի բուժման հարցում Նորդեղը կրկնապատկել է հիվանդների կյանքի տևողությունը։ Սա բժշկության մեջ իսկական շրջադարձային պահ է։ Դեղն արդեն արագացված կարգով հաստատման փուլում է։ ԱՄՆ սննդի եւ դեղերի վարչությունը թույլ է տվել դրա կիրառումը։ Նորդեղը բուժում է ուռուցքներ, որոնք նախկինում համարվում էին անբուժելի։ Այն արգելափակում է քաղցկեղի բջիջների աճը։ Կլինիկական փորձարկումների արդյունքները տպավորիչ են, շատ մասնագետներ Նորդեղը համարում են ամենաարդյունավետը վերջին տասնամյակում։ ԱՄՆ-ում տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ են հիվանդանում քաղցկեղով։ Հիվանդների 80%-ը դիմում է ուշ փուլում։ Նորդեղը մեծ հույս է ներշնչում բժիշկներին։ Այս փուլում այն կիրառվում է հիմնականում աղեստամոքսային հատվածի քաղցկեղի բուժման համար, սակայն կարող է աշխատել նաև թոքերի քաղցկեղի դեպքում։ Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Մոդեռնա ընկերությունը ստեղծել է գրիպի դեմ նոր պատվաստանյութ։ Այն այսօր ԱՄՆ-ում կիրառվող դեղերից մոտ 30%-ով ավելի արդյունավետ է։ Պատվաստանյութի փորձարկմանը մասնակցում է ավելի քան 40,000 մարդ։ Նրանք 50 տարեկան եւ ավելի մեծ տարիքի են։ Գրիպով հիվանդության մակարդակը նոր պատվաստանյութ ստացողների մոտ կազմել է 2%, ստանդարտ սրսկում ստացողների մոտ ցուցանիշը 3% էր։ Այս արդյունքները կարող են արագացնել դեղամիջոցի պաշտոնական հաստատումը։ Սննդի եւ դեղերի վարչությունը որոշումը կկայացնի օգոստոսին։ Նա փոխեց հեռուստատեսային աշխարհը, ստեղծելով շուրջօրյա նորությունների ցանց։ CNN-ի հիմնադիրը կյանքից հեռացավ 87 տարեկան հասակում։ Նա հայտնի էր իր համարձակ մտքերով եւ սուր բնավորությամբ։ Մրցակիցները նրան անվանում էին կապիտան անզուսպ։ Ինքը խոստովանել էր. «Ասում եմ այն, ինչ մտքիս գալիս է»։ Նա իր ընկերությունը մեդիա հսկա դարձրեց։ Ստեղծեց այնպիսի հայտնի ալիքներ, ինչպիսիք են TNT-ն եւ Cartoon Network-ը։ Թյորները նաև մարզական աշխարհի մեծ սիրահար էր։ Նա գնել էր Ատլանտայի Braves բեյսբոլի ակումբը։ Նա եղել է նաև հայտնի բարերա եւ բնապահպան։ Թյորները ՄԱԿ-ին նվիրաբերել է $1 միլիարդ հենց բնապահպանական ծրագրերի համար։ Վերջին տարիներին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Չնայած հիվանդությանը, նա մինչև կյանքի վերջը մնաց համաշխարհային մեդիա ոլորտում ազդեցիկ դեմքերից մեկը։ Թյորները փոխակերպեց ոչ միայն մեդիան, այլև հեռուստատեսային նորությունների ամբողջ ձևաչափը։ FBI գործակալները խուզարկել են Վիրջինիայի սենատոր Լուիս Լուկասի գրասենյակը։ Նրանք ստուգումներ են անցկացրել նաև կանաբիս աութլետ բիզնեսում, որտեղ սենատորը համասեփականատեր է։ Սա կապված է կոռուպցիոն երկարատև հետաքննության հետ։ Այն սկսվել է Բայդենի նախագահության շրջանից։ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը նույնպես մասնակցում է գործընթացին, սակայն թմրամիջոցները գործի հիմնական թիրախը չեն։ Լուկասն այս ամենը համարում է քաղաքական հաշվեհարդար։ Նա նախաձեռնել էր Վիրջինիայի ընտրատարածքների վերաբաժանումը։ Դա կարող է ընտրություններում օգնել դեմոկրատներին։ Սենատորը համարում է, որ հենց այդ պատճառով է Թրամփի վարչակազմը իրեն հետապնդում։ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Արդարադատության նախարարությունը պնդում է, այնտեղ ուսանողներ են ընտրում ըստ ռասայի։ Ակադեմիական ձեռքբերումները երկրորդական են դարձել, ասում են պաշտոնյաները։ Հետաքննությունը տևել է 1 տարի, արդյունքները հրապարակվել են 7 էջանոց նամակում։ Իշխանությունները պնդում են, դպրոցը շարունակում է ապօրինի խտրականությունը։ Ուսումնասիրված փաստաթղթերը ցույց են տալիս խախտումների փաստը։ Սևամորթ եւ լատինամերիկացի ուսանողների ուսումնական միջին ցուցանիշները ավելի ցածր են եղել, սակայն նրանց ընդունել են ավելի հաճախ, պնդում են նախարարությունում։ Do No Harm կազմակերպությունը արդեն դատական հայց է ներկայացրել։ Գործը քննվում է Սանտա Անայի դատարանում։
Կալիֆորնիացի ֆերմերները ստիպված են ոչնչացնել հազարավոր ծառեր, Del Monte Foods ընկերության փակումը ծանր հարված հասցրեց գյուղատնտեսությանը։ Կենտրոնական հովտի ֆերմերները զրկվեցին իրենց գնորդներից։ Ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան $500 միլիարդ։ Այս պահին ֆերմերները ծրագրում են հատել 420,000 տեղցենի։ Դաշնային իշխանությունները $9 միլիոն արտակարգ օգնություն են հատկացրել։ Այն նախատեսված է 3000 ակր այգիներ մաքրելու համար։ Այս քայլը կօգնի խուսափել լրացուցիչ $30 միլիոն վնասից։ Կալիֆորնիայի գյուղատնտեսությունը կանգնած է իսկական փորձության առաջ։ Այս իրավիճակը մտահոգիչ է ողջ նահանգի համար։ Apple ընկերությունը համաձայնել է վճարել $250 միլիոն տուգանք եւ դրանից կարող է մաս ունենալ iPhone 16-ի գնորդներից յուրաքանչյուրը։ Պատճառը կեղծ գովազդի վերաբերյալ դատական հայցն է։ Ընկերությունը խոստացել էր արհեստական բանականության գործառույթներ ավելացնել, սակայն դրանք գոյություն չունեին iPhone 16-ի թողարկման պահին։ Գնորդները խաբված են զգացել իրենց, նրանք ասում են, առանց այդ գործառույթների չէին գնի սարքերը։ Այժմ օգտատերերը կարող են ստանալ մինչև $95։ Հայցը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանում, փոխհատուցումը վերաբերում է 37 միլիոն սարքերի գնորդներին։ Դրանք գնվել են 2024 թվականի հունիսից մինչև 2025-ի մարտ։ Հատուցման չափը սկսվում է $25-ից։ Դատարանը դեռ պետք է հաստատի այս համաձայնությունը։ Սա Apple-ի համար ամենամեծ վճարումներից մեկն է լինելու։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ ու թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Thousand Oaks-ում ընտանիքը տանը գտել է 100-ամյա նռնակների պաշար։ Նրանք դասավորում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան պապիկի իրերը։ Գտածոների թվում եղել են ճապոնական, բրիտանական ու ամերիկյան նռնակներ։ Շտաբ հրավիրել են ոստիկանության սակրավորներին։ Տեխնիկները պարզել են, որ դրանք իրական զինամթերք են։ ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնագետները առգրավել են պայթուցիկները, չնայած դրանց պատմական նշանակությանը որոշել են ոչնչացնել։ Թեև դրանք հնաոճ էին, սակայն վտանգը մնում էր իրական։ Դեպքը բարեբախտաբար ավարտվել է առանց զոհերի։ Աշխարհին սպառնում է պատմության ամենահզոր Էլ Նինյոն։ Այս բնական երևույթը խիստ բարձրացնում է ծովի ջերմաստիճանը։ Օվկիանոսի ջրերը կարող են տաքանալ 3 աստիճանով։ Դա կդառնա սուպեր Էլ Նինյո։ Այն զգալի կերպով կփոխի եղանակային պայմաններն ամբողջ մոլորակում։ Գիտնականները լուրջ մտավախություններ ունեն այս տարվա կանխատեսումների վերաբերյալ։ Խաղաղ օվկիանոսի ջերմաստիճանը արդեն գերազանցում է միջին ցուցանիշները։ Մասնագետները նախազգուշացնում են 2027 թվականին ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային բարձրության։ Այն կբերի աննախադեպ շոկ, երաշտ եւ այլ աղետներ։ Այս հզոր եղանակային երևույթը նաեւ ԱՄՆ-ին կհարվածի։ Դրա հետևանքները զգալի կլինեն հատկապես հարավային ու արևմտյան նահանգներում։ Ավատար ֆիլմի գլխավոր հերոսուհու նախատիպը հսկայական փոխհատուցում է պահանջում։ Դերասանուհի Քորյանկա Քիլչերը դատի է տվել Ջեյմս Քեմերոնին։ Նա պնդում է, որ ռեժիսորը օգտագործել է իր դեմքը Ավատար ֆիլմի գլխավոր կերպարի համար։ Քիլչերն այն ժամանակ ընդամենը 14 տարեկան էր։ Նրա դեմքի կառուցվածքը սկանավորվել է Քեմերոնի թիմի կողմից։ Դերասանուհին պնդում է, թույլտվություն երբեք չի տվել։ Քեմերոնի թիմը փաստացի հաստատել է, որ օգտագործել է անչափահաս դերասանուհու դիմագծերը։ Անգամ ռեժիսորը 2010 թվականին նրա նվիրել էր կերպարի էսքիզը։ Ֆիլմը հսկայական շահույթ է ունեցել, ենթադրվում է փոխհատուցման պահանջը եւս մեծ կլինի։ Դատական հայցը ներկայացվել է Լոս Անջելեսում։ Քեմերոնն ու Դիսնեին դեռ չեն մեկնաբանել այս լուրջ մեղադրանքները։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, առջևում մեր թողարկման երկրորդ հատվածն է։ Մանու Հարությունյանը ձեզ է սպասում առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումների ցանկով։ Կինո, համերգ, թատրոն, բալետ, Մանուն միջոցառումներ է առաջարկում ամենատարբեր ճաշակների համար։ Վստահ եմ, ձեր նախընտրած տարբերակը հաստատ կգտնեք։ Բարև ձեզ, օրը 5-շաբթի է եւ Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումները։ Սկսենք մայրերի տոնից։ Այս տարի ԱՄՆ-ում այն նշվելու է մայիսի 10-ին։ Օրվա արդիվ բազմաթիվ միջոցառումներ են սպասվում տեղական համերգներից մինչև պիկնիկներ, ծովային երկարատև ու կարճատև շրջագայություններ ու տոնական հյուրասիրություններ։ Այնպես որ հարցրեք, փնտրեք ու հաստատ կգտնեք ամենահետաքրքիր տարբերակները ձեր սիրելի կանանց, մայրիկների եւ տատիկների համար։
Symphonic Jazz Orchestra-ն հրավիրում է երաժշտասերներին վայելելու Earth, Wind and Fire խմբի հիմնադիր Morris White-ի հիշատակին նվիրված համերգը։ 68 հոգուց բաղկացած նվագախումբը կներկայացնի White-ի ավելի քան 20 տարի առաջ ստեղծված եւ միայն վերջերս հայտնաբերված սիմֆոնիկ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերը, ինչպես նաեւ խմբի հանրահայտ հիթերի նոր գործիքավորումները Grammy հավակնորդ երգչուհի Շանթեմուրի մասնակցությամբ մայիսի 9-ին եւ 10-ին Long Beach-ի Carpenter Performing Arts Center-ում։ Once again ներկայացման ստեղծագործական խումբը հրավիրում է արվեստասերներին բացահայտելու ֆրանսահայ լեգենդ Շարլ Ազնավուրի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Նարինե Պետրոսյանի բեմադրությամբ այս թատերական բալետը պատմում է մեծանուն արտիստի հաջողության հասնելու դժվարին ճանապարհի եւ համաշխարհային ճանաչում ձեռք բերելու մասին։ Գագիկ Թադևոսյանի կատարմամբ եւ Ազնավուրի հանրահայտ երգերի ներքո մայիսի 15-ին երեկոյան ժամը 7:30 Գլենդելի Ալեքս թատրոնում։ Շրջափակում ներկայացումը հրավիրում է թատերասերներին Ստեփանակերտում շրջափակման մեջ ապրող արցախցի ընտանիքի եւ պատերազմի մասնակից վետերանի բարդ հարաբերությունները, ինքնաբացահայտումը եւ սիրո պատմությունը մեկ բեմում։ Ներկայացումը, որը նախապես նախատեսված էր մայիսի 3-ին տեխնիկական խնդիրների պատճառով, հետաձգվել է եւ տեղի կունենա մայիսի 17-ին երեկոյան ժամը 7-ին Pasadena-ի AGB Performing Arts Center-ում։ Midnight Ensemble-ը հրավիրում է երաժշտասերներին վայելելու բազմամշակութային յուրահատուկ հնչողություն։ Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ հանդես եկող համույթը ներկայացնում է տաղանդավոր երաժիշտների կազմ, համերգին որպես հատուկ հյուր հանդես կգա Զարուհի Սարգսյանը։ Մայիսի 17-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի Catalina Jazz Club-ում։ Անահիտ Ներսիսյանը եւ իր ընկերները հրավիրում են դասական երաժշտության սիրահարներին։ Ծրագրում ընդգրկված են հայ եւ համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Մայիսի 21-ին ժամը 19:30 Գլենդելի Glendale Presbyterian Church-ում։ Սերգեյ Դանիելյանը հրավիրում է երաժշտության եւ հումորի սիրահարներին վայելելու ջազ կատակներ եւ մեծ մշակութային անդունդ խորագրով յուրահատուկ երեկոն։ Սերգեյ Դանիելյանն իր հեղինակային երաժշտության, ջազային իմպրովիզացիաների եւ անկրկնելի հումորի միջոցով անդրադառնում է հայկական եւ ամերիկյան մտածելակերպերի զվարճալի տարբերություններին։ Մայիսի 21-ին երեկոյան ժամը 8-ին Burbank-ի The Stage համերգասրահում։ Արաքսի Ամիրխանյանը եւ ընկերները հրավիրում են ջազային երաժշտության սիրահարներին վայելելու հայկական էթնո-ֆյուժն ջազի մի հմայիչ երեկո։ Բացահայտ է ավանդականի եւ ժամանակակիցի յուրահատուկ համադրություն այս հիշարժան համերգին։ Մայիսի 21-ին երեկոյան ժամը 8:30 Լոս Անջելեսի Catalina Jazz Club-ում։ Եվ կրկին Ազնավուրի մասին Պերճ Թուրաբյանը եւ Ալվարդ Մայլյանը հրավիրում են երաժշտասերներին տոնելու Շարլ Ազնավուրի 102-ամյակը Ազնավուրը հայերեն խորագրով համերգով։ Պերճ Թուրաբյանն իր վարպետությամբ հայերեն է թարգմանել աշխարհահռչակ շանսոնիեի երգերը։ Ինքը Ազնավուրը բարձր գնահատել Թուրաբյանի վարպետությունը։ Մայիսի 22-ին ժամը 7:30 Վան Նայսի Սուրբ Պետրոս հայ առաքելական եկեղեցու Կարագյոզյան սրահում։ Red Bull-ի հանրահայտ softbox մրցավազքը վերադառնում է Լոս Անջելես։ Հոլիվուդյան ոգով այս տոնակատարության ընթացքում 30 թիմեր կմրցեն իրենց իսկ պատրաստած առանց շարժիչի մեքենաներով Գլորիա Մոլինա Grand Park-ը վերածելով կինեմատոգրաֆիական մրցուղու։ Մայիսի 16-ին ժամը 11-ին Լոս Անջելեսի Գլորիա Մոլինա Grand Park-ում մուտքն ազատ է։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք ու հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք, իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։